ցնցող սահմռկեցուցիչ ողբերգությունը տեղի ունեցել է Չմիածնում։ Ոստիկանները կանխելով 22-ամյա երիտասարդի հաղթանակի կամրջից նետվելու փորձը նրան տեղափոխել են ոստիկանություն, բայց դրան նախորդած մանրամասներն են բացահայտել սարսափելի իրողությունը։ Երիտասարդը ինքնասպանության փորձից ժամեր առաջ է սպանել սեփական հորը։ Սպանել գումարնել դրերա բերանը, ասա փոխտուր ռեմոնտ անեն, շտենց է խոսակցությունը։ Հորը սպանել է, գնացել է Երևան, ուզեցել է մոստից գցի, իրան բարեկները բռնել են իրան։ Փողը ուզեցել թե ինչ ոստիկանները։ Ոստիկաններն ու փրկարարները Էջմիածնի Խորենացու փողոցի բնակարաններից մեկում են հայտնաբերել հորդին կտրած ծակած վնասվածքներով, դիակի վրա թղթադրամներ։ Սպանության հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Չնայած սարսափելի իրողությանը հարևաններն ասում են անհանգստացնող ձայներ չեն լսել։ Հանգիստ ընտանիք են եղել։ Նրանց մասին դրական նկարագրություններին զուգահեռ շրջանառվում են խոսակցություններ, որ 22-ամյա երիտասարդը խաղամոլ է։ Քննչականից ժամին հայտնեցին, որ տղան հենց ինքն է խոստովանել սպանությունը, դեպքի վերաբերյալ նախաձեռնել են քրեական բարույթ սպանության հատկանիշներով։ Անձը ձերբակալվել է։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում նշանակվել են դիակի դատաբժշկական, դատահետքաբանական, դատակենսաբանական փորձաքննություններ, կատարվում են ապացուցողական եւ վարույթային գործողություններ այս պահին։ Հարցաքննության վերաբերյալ տեղեկություն չեն տրամադրում, ինչ վերաբերում է խաղամոլությանը, քննչականից ասում են, որ վարույթով նման տվյալ այս պահին չունեն։ Հերթական ողբերգական այս դեպքը ըստ բնակիչների դարձյալ է ուշադրություն հրավիրում Էջմիածնի աճող կրիմինալի վրա։ Վերջին շրջանում քաղաքում հաճախադեպ են դարձել բռնություններն ու ծանր հանցագործությունները, ինչը լուրջ մտահոգության տեղիք է տալիս եւ բնակիչներին, եւ իրավապահներին։ Սիլվի Մուրադյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։